Բարև ձեզ բարեկամներ, Փակտիվին է նորից եթերում եւ իհարկե մեծ հաճույքով ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են մեր կողքին։ Շերի բարեկամներ, գիտեք, մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որ ամեն օր տեղի են ունենում շատ անսպասելի, ինչպես ասած, չնախատեսված զարգացումներ։ Եվ բոլոր այդ հարցերի մասին մենք խոսելու ենք մի հրաշալի անձնավորության հետ, ում ես միշտ մեծ հաճույքով եմ հրավիրում Փակտիվի տաղավար Անդրեաս Ղուկասյանն է մեզ հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ, Համլետ։ Հայ կառուցողական կուսակցության նախագահ, որը միշտ փորձում է ինչ-որ բան կառուցել, ստեղծել, բայց դեռ խնդիրները շատ են, այս, այսպես ասած, անդադար շարունակվող եկեղեցի պետություն այդ հակադրության մասին սկսենք մեր զրույցը։ Իսկապես շատ մարդիկ հարցնում են ինչի համար է այս պայքարը, ինչի համար է այս իրավիճակը ստեղծված, որն է օգուտը, շահը։ Միշտ մարդիկ փորձում են հասկանալ շարժառիթը։ Իհարկե Փաշինյանի ներկայացրած շարժառիթը, որ ինքը որոշել է, որ հարկավոր է արդիականացնել եկեղեցու հոգևոր կազմը եւ առաջնորդությունը հոգևոր եւ այլն, մարդիկ մեծամասնությունը չեն ընդունում որպես ճշմարիտ բացատրություն, որպես իրական շարժառիթ եւ փորձում են հասկանալ հետևում ինչ կա։ Ըստ էության այսօր այսպես նայելով այդ բոլոր իրադարձություններին, տարբեր կարծիքներ լսելով, ես տարանջատեցի 3 վարկած։ Վարկած առաջինը, որը որ բոլորի առջև, այսպես ասած, պարզ դրված է, դա վենդետան է։ Ագրատ սրբազան շարժման ի պատասխան Փաշինյանը որոշեց հակահարված հասցնել, ինքը որակավորեց այդ շարժումը որպես եկեղեցու բարձրագույն ղեկավարության կողմից նախաձեռնած քայլ եւ որոշեց, որ դա իրեն այսպես առիթ է տալիս արձակվել վեղափարի եւ նրա այդ անմիջական շրջապատի վրա։ Սա մեկ վարկած, որ սա վենդետա է, քաղաքական վենդետա է սրբազան շարժման համար։ Երկրորդ վարկածը, որը որ նույնպես շատերը նշում են եւ ինքը կարծես թե բան է, այսպես անհնար է դա չտեսնել, որ հայ առաքելական եկեղեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, այդ երկու պետությունների կողմից դիտարկվում է որպես հայ ժողովրդի այն կառույցը, որը որ իրենք համարում են իրենց ամենա խոսքով մեծ թշնամին։ Եվ այս իրադարձությունները, այս եկեղեցու վրա, եկեղեցու ղեկավարության վրա հարձակումը Թուրքիայի ղեկավարների, Ադրբեջանի ղեկավարների աչքերով դրական ֆոն է ստեղծում Փաշինյանի համար։ Այսինքն դրանով Փաշինյանը ընդգծում է, որ ինքը նույն ճամբարում է գտնվում, ինչը որ եւ Էրդողանը, եւ Ալիևը, եւ այսպես ասած Հայաստանի տարածքում տանում է պայքար այդ այսպես հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող հոգևոր կառույցի հետ կարելի է ասել հայկական ինքնության ողնաշար ձևավորող կառույցի դեմ եւ սա երկրորդ վարկածն է, որ սա ունի արտաքին պատվեր, եթե ոչ ուղիղ պատվիրված Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից, ապա իրենց տեսակետից բարենպաստ ֆոն ստեղծող Փաշինյանի ընկալման համար, որ ինքը ընկալվի որպես գործիչ, որը որ Հայաստանում եզակի է, պատրաստ է այսպես կարծրատիպեր կոդրել, գնալ արճակատման այսպիսի ավանդական ինստիտուտի հետ, ինչպիսին է հայ առաքելական եկեղեցին, այդպես կոպիտ, այդպես բացահայտ, այդպես բան ցինիկ կարելի է ասել ձևով։ Երրորդ վարկածը ավելի այսպես խորը վերլուծության արդյունք է,
եւ կապված է գալիք ընտրությունների հետ։ Բանն այն է, Ամլետ, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իհապես նվազել է աջակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանը վերջի հարցումներով 12-13% աջակցություն ունեցավ այդ հարցվածների, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 18-20% տարբեր հարցումները այդ բանի մեջ են տատանվում։ Դա վկայում է, որ այս 7 տարվա ընթացքում ինչ բարձր թվերից ուր իջավ հասավ այդ վստահության, ասում են, տենց գործակիցը, ինդեքսը իշխող ուժի եւ իր առաջնորդի նկատմամբ։ Եվ այստեղ արդեն քաղ տեխնոլոգները տեսնում են, որ իշխող ուժը փորձում է իր ուզած արդյունքին ընտրություններում հասնելու համար որոնել տարբեր սեգմենտներ մեր հասարակության, ում կարելի է բերել իր կողմ։ Փաստ է, մենք բաց աչքերով նայենք, որ Հայաստանում կան եւ այնպիսի հավատացյալներ, որոնք ներգրաված են աղանդների տարբեր կազմակերպությունների մեջ եւ այսպես բան ունեն, ընդդիմություն են հայ առաքելական եկեղեցուն։ Հավանաբար այդ մարդկանց հաշվարկել են, քանակապես ունեն պատկերացում, ինչքան են այդ կազմակերպությունների անդամները եւ այդ տեսակ մարդիկ, եւ մտածում են, որ այդ մարդկանց կարելի է ընտրություններին բերել, գալիք ընտրություններին բերել քաղաքացիական պայմանագրի համար քվեարկելու, այսպես ասած, նպատակով, որ իրենք տեսնելով այս քաղաքականությունը քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի, դրա մեջ իրենց համար կտեսնեն, այսպես ասած, դրական բան այդ սեգմենտը եւ իրենք կհամալրեն ընտրողների շարքերը քաղաքացիական պայմանագրի այդ գործակիցը մի քիչ կբարձրացնեն, որը որ հարցումները ցույց են տալիս, որ հիմա շատ ցածր է։ Նո այդպեսի էլ վարկած կա մի խոսքով։ 3 վարկածներ, որոնց շուրջը կա այսօր, այսպես ասած, տարբեր վերլուծություններ, ես համարում եմ, որ 3-ն էլ ճիշտ են։ Պարզ է։ Որ այդ երևույթը ձևավորվեց այդ գործոնների ազդեցության վրա։ Եվ վենդետա, եւ Թուրքիայի, Ադրբեջանի դրական այո, եւ միաժամանակ պրագմատիկ հայացք, որ դա կբերի ձայների ավելացմանը, ոչ թե պակասեցմանը։ Նու տեղ մենք եկեք հարցական դնենք, որովհետեւ դա հավանաբար վերլուծություն է, որը որ կյանքը պիտի հələ դեռ ստուգի։ Որտեղ շատերին դա հակառակը բացասական։ Տեսեք, ընտրություններից խոսեցիք, դուք ընտրությունների կարևորեցիք այդ 3 տարբերակներից մեկն էր դրա հետ, բայց իրականում քարոզարշավը արդեն սկսել է հենց իշխող ուժը առաջիկա ընտրություններից 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունից առաջ։ Եվ այդ քարոզարշավը այսպես շատ հսկա քայլերով է գնում։ Նայեք, ընտրությունների թերևս կարելի է կապել նաև այն բոդիսականը, որը կապված է հեծի բռնազավթման հետ։ Այս առումով ինչ կարող եք ասել։ Դե տեսեք, դասական առումով ընտրությունները կուսակցությունների համար ստեղծում են հետևյալ դասավորություն։ Առաջի քայլ, որ ընտրություններին մասնակից կուսակցությունները, մասնակցության ծրագիր ունեցող կուսակցությունները պետք է իրականացնեն դրամահավաք։ Այսինքն իրենք պիտի դիմեն բիզնեսին, Հայաստանում բիզնես խավին իհարկե, որովհետև լայն զանգվածները, աշխատավոր զանգվածները Հայաստանում արդեն չկա այդ մշակույթը կուսակցություններին օժանդակելու, հարցումներն են դա հաստատում, որ 80%-ը կուսակցություններին երբեք որևէ գումար չեն տվել, դա նույնիսկ ավել 80-ից, էլի, կամ նույնիսկ մարդկանց սովորացրել էին հակառակը, որ ընտրությունների ժամանակ փող է բաժանվում, ոչ թե պիտի ընտրողները փող հավաքեն իրենց քաղաքական ուզած ուժը աջակցելու համար, որ ինքը մրցակցի ընտրություններում։ Օլիգարխիկ կուսակցությունները այդպիսի խնդիր չունեն ֆինանսական խնդիր։ Իշխող ուժը նույնպես խնդիր չունի ֆինանսական, այսինքն իրենց համար այդ փուլը գոյություն չունի։
իրենց գումարային այդ մասը ընտրությունների ձևավորվելու է ընտրություններից ընդառաջ առանց որևէ բարդությունների։ Պարզապես այնտեղ կա միգուցե օրենքի ձևական այսպես արգելքը խոշոր գումարներ նվիրաբերելու շրջանցելու համար, դա էլ տեխնիկապես գտնում են եղանակը Բաշխում են գումարները տարբեր անձնավորությունների անունով եւ այսպես կազմակերպում են այդ ֆինանսավորումը, բայց իրականում գումարը գալիս է մեկ աղբյուրից կամ մի քանի աղբյուրից։ Այսինքն ընդդիմության, արտախորհրդարանական ընդդիմության, ոչ համակարգային ընդդիմության համար խնդիր է մոբիլիզացնել հանրության ֆինանսական ռեսուրսները այսօր ընտրություններում մասնակցելու համար եւ պետք է ասել, որ այդ առումով հետընկած է նախընտրական այս փուլում արտախորհրդարանական կուսակցությունները մենք չենք տեսնում գործընթաց, որ լինի դրամահավաք, որ գնա քարոզարշավ, որ մարդիկ հիմա առաջ քաշեն տեխնացուներ, ծրագրեր եւ փորձեն միջին խավից, միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներից ինչ որ աջակցություն հավաքագրել ընտրություններում մասնակցելու համար։ Դա հետագայում լուրջ խնդիր է, որովհետեւ երբ որ այդ փուլը չի արվում, հետո մասնակցությունը սուղ ռեսուրսներով է լինում որպես կանոն այդպիսի կուսակցությունների եւ իրենք պարզապես այդ հզոր բյուջեներով օլիգարխիկ կուսակցությունների եւ իշխող ուժի դեմ պայքարել չեն կարող, որովհետեւ շատ ավելի անգամներ մեծ քարոզչական միջոցներ տիրապետում են եւ օլիգարխիկ ուժերը, օլիգարխիան եւ օլիգարխիկ կուսակցությունները, հանրապետական կուսակցությունը, դաշնակցությունը այսօր ըստ էության օլիգարխիայի հետ շատ մոտ է եւ գործիք է օլիգարխիայի ձեռքերում Ռոբերտ Քոչարյանի մասնավորապես օլիգարխիկ կլանը հենվում է դաշնակցության վրա Սամվել Կարապետյանի այսպես ելույթը նույնպես դասվում է այդ օլիգարխիայի կողմից քաղաքական հայտ ներկայացնելու շրջանակին եւ այստեղ հակահարված եկավ, իշխող ուժի կողմից փորձել այնպիսի դրություն ստեղծել, որ ի վիճակի չլինի Սամվել Կարապետյանը ռեսուրսներ չունենա ֆինանսավորելու ինչ որ իր քաղաքական նախաձեռնություն։ Պարզագույն այսպես ասած ինչը որ երևում է անձեն աչքով դա է հեծի շուրջ ստեղծված իրավիճակը, այսինքն զրկել պոտենցիալ օպոնենտին ինչ որ ռեսուրսներից ավելի ծանր վիճակի մեջ իրեն դնել, որովհետև հարցը միայն այն չի, որ հեծի կառավարումը արտաքին, այդ բանն է իրականացնում, այլ դա արդեն ֆինանսական հոսքերի հսկողություն է, դա հնարավորություն է քրեական գործեր հարուցել, բացել, մենք տեսնում ենք, որ աբսուրդի է հասնում այսօր Հայաստանում մեկ-մեկ այդ երևույթը, որ հարուցում են քրեական գործեր, հետո գոլոշյանում են այդ մեղադրանքները կամ ինչ մի խոսքով բայց ազդելու համար դա բավական է, նախընտրական փուլում խնդիրներ ստեղծելու համար դա իշխանությունների համար բավական գործիք է, որպեսզի կարճաժամկետ այդ ընթացքում նախընտրական ում չեն ուզում տեսնել որպես հակառակորդ այդ մարդկանց կամ ընդհանրապես խաղից պայքարից հանելու կամ իրենց մասնակցությունը էապես դժվարացնելու կաշկանդելու համար։ Այս երևույթը նույնպես վկայում է, որ իշխանությունը գնահատում է իր վիճակը շատ վատ։ Եթե ստիպած է դիմել այդպիսի գործիքներին, այդպիսի քայլերին գնալ, դա իհարկե հենց ապացույցն է, որ ինքը քաղաքացիական պայմանագիրը իր շանսերը, իր այսպես ասած էլեկտորալ կարողությունները գնահատում է այս պահին ցածր։ Նոյեմբերի 16-ին վաղ շաբաթին նայված համայնքում տեղի կունենան թիմ ընտրությունները, ձեր կուսակցությունը մասնակցում է։ Ոչ, մեր կուսակցությունը այդ ընտրություններում չի մասնակցում, որովհետև թիմ ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի համար անշուշտ, իրենք միջանկյալ ընտրություն են համարվում, այսինքն
թիմ ընտրությունները հենարան են հետո հանրապետական ընտրություններում մասնակցելու համար, բայց իրենք պահանջում են տեղերում ունենալ ճանաչելի եւ կարող տեխնացուներ։ Եվ մենք այդ առումով չունենք էջմիածինում այդպիսի ծրագիր, որովհետեւ անհրաժեշտ ռեսուրսներ չտեսանք առաջադրվելու տեխնացու առաջադրելու, բայց հետևում ենք այդ ընտրություններին, մեր կարծիքը ես ասել եմ հրապարակային, որ նախընտրելի այսպես ասած տեխնացուն իմ անձնական կարծիքով եւ իմ ընկերներից շատերն են համաձայն, դա ազատ դեմոկրատների կուսակցությունից առաջադրված տեխնացուն է։ Պարզ է, լավ, հիմա տեսեք, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանները հայտարարեցին, որ դեռ 3 օր առաջ քննիչը իր եզրակացությունը տալով ասել է, որ կարիք չկա Ղուկասյանին պահելու կալանք, բայց իշխանությունները այդպես հաճույքով շարունակում են նրան պահել կալանքի մեջ եւ այստեղ ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Ну, ինձ ճիշտն ասած դա հասկանալի չէ, որովհետեւ սահմանադրությունը պահանջում է, որ եթե հիմք չկա մարդուն անազատության մեջ պահելու, ապա իսկույն մարդը հենց որ այդպիսի հանգամանքների հայտ են գալի, պետք է ազատ արձակվի։ Դա, այսպես ասած, պրեզումպցիա է մարդու ազատության իրավունքի։ Ոչ մեկ անազատության մեջ չի կարող գտնվել, եթե չկան դրա համար ամուր հիմնավոր պատճառներ, սահմանադրությունը ասում է, որոնք կարող են լինել այդ պատճառները։ Դա նաև համընկնում է միջազգային ճանաչված ստանդարտների նորմերի հետ, որ դեպքում ազատության իրավունքը կարող է սահմանափակվել։ Եթե կան հիմքեր, որ մարդը կարող է փախչել, հա, այդ նախնական փուլում, հա, միջդատական փուլում կամ եւ այլն, եւ դրա համար նաև գործիքներ կան, ինչպիսին է գրավով ազատ արձակելը կամ ստորագրությամբ երկրից չհեռանալու կամ ինչ որ այլ բան, տնային կալանք վերջո եւ այլն։ Այդ քննիչի հայտարարությունը իսկապես խնդրահարույց վիճակ է ստեղծում, որ եթե քննիչը դա հայտարարություն պետք է հայտարարությունը հրապարակային բան է, բայց հրապարակում 3 օր անցել է։ Հա, բայց ինքը պիտի գրավոր այսպես ասած պաշտպանը ես հրաման արձակի 3 լսեցի Վարդան Ղուկասյանի պաշտպանին, ով հայտարարում էր, որ ինչի՞ չկա հրաման արձակի ազատ արձակելու համար եւ այդտեղ նույնիսկ հարկավոր չի, ինչքան գիտեմ, դատարանի որոշումը, դա քննիչի որոշում։ Դե դուք հին այսպես կալանավոր եք, փորձուն եք։ Տեսեք, որպեսզի քննիչ երկար նստել եք նույնպես, չնայած ձեզ ասել էին, որ պիտի բաց թողեն, բայց տալուց ավելի նստել։ 1 տարի 9 ամիս, այո, բայց մեխանիզմը հետեւյալն է, քննիչն է որոշում կալանքի տակ պահել մարդուն, թե ոչ քննության նախնական քննության ընթացքում եւ պարզապես կալանքի տակ վերցնելու որոշումը քննիչի բավարար չէ, պիտի դատարանը հաստատի այդ որոշումը, բայց ազատ արձակելու համար քննիչի որոշումը բավարար է։ Եվ այստեղ այո հարց կա, որ քննիչը հրապարակային եթե հայտարարություն է անում կամ բանավոր, մենք փաստաբանից լսեցինք, չէ, այդ տեղեկությունը, ինչու է շարունակվում այդ կալանքը։ Սա այն դեպքն է, որ ես ասացի, որ մեղադրանքներ ներկայացվում են, հետո գոլոշանում են, հետո չգիտեմ ինչ են լինում եւ այսպես հավանաբար հիմա նոր մեղադրանք են որոնում կամ հիմա կլսենք դրա մասին Վարդան Ղուկասյանին, եթե կա քաղաքական որոշում իրեն ավելի երկար կալանքի տակ պահել, մի նոր բան պիտի դեպքում իրավաբանորեն այդպես է, էլի, որովհետեւ եթե այն ինչի հետ կապված իրեն կալանքի տակ վերցրեցին այլևս դա փուչիկ է բան չի, հիմք չի կալանքի տակ պահելու, ուրեմն պիտի ինչ-որ մի նոր իմ պրակտիկայում եղել է իրավիճակ, որ իմ կալանքի որոշումը բոլոր ատյաններով բողոքարկվել է, գնացել է, հասել է վճռաբեկ դատարան ասել է, այո, սխալ եք արել, որ կալանքի տակ եք վերցրել, խախտել եք Ղուկասյանի իրավունքով եւ այլն քաղաքական այդ հայացքների բաների եւ մյուս, բայց կալանքի որոշումը ուրիշ հիմնավորում ունի, թե ինչ ուրիշ հիմնավորում դատարանը բան չարեց, բայց ստացվեց, որ իմ իրավունքը խախտված է, բայց կալանքը պիտի շարունակվի։ Իշխանությունները չեն սիրում Ղուկասյաններին։ Չեն սիրում, չեն։ Ասում եմ, ես
Այդ Խաչիկյանը դուք չեք։ Բայց տարբեր իշխանություններ էին։ Այն իշխանությունները Վարդան Ղուկասյանին սիրում էին։ Կարևորը ազգանունն է, նույնն է, որ պիտի դատել։ Իշխանությունները փոխվում են, բայց Ղուկասյանները շարունակվում։ Այո։ Թե ինչ արա։ Ես խորհուրդ եմ տալիս Ղուկասյաններին պարզապես սիրելի բարեկամներ մի մտեք քաղաքական դաշտ, որտեղ ձեր ազգանուն արդեն վտանգված է։ Դե այո, Արկադի Ղուկասյանը Բաքվում է, հիմա ազատազրկված Վարդան Ղուկասյանը Հայաստանում, ես էլ մինչև հիմա գտնվում եմ քրեական։ Մոռացեք դոկ Կուսապչյան Ղուկասյանին, որն էլ Միացյալ Նահանգներում է։ Միացյալ Նահանգներում։ Ես էլ շարունակում եմ մնալ քրեական հետապնդման տակ առ այսօր եւ իմ գործով վճիրը կարդալու են հավանաբար, այսպես եթե նայել ինչպես են շարադրված դատական նիստերը, մարտ-ապրիլ ամիսներին, այսինքն ընտրություններից առաջ։ Դե կհասցրեք իրի մասնակցել այդ համապետական։ Պարոն դրա համար արված, որ չմասնակցեմ։ Եվս մի ձեզ համար հաճելի փաստ ստեղծվեց ոստիկանական գվարդիան։ Ողջունեց վարչապետը, ողջունեցին նախարարն էլ ներկայացրեց, որ Հայաստանում 20,000 է, թե չեմ սխալվում, ոստիկանական գվարդիա, խելագարվելու բան է։ Ինչ է, շատերն ասում են, դա Փաշինյանի թիկնազորի շարունակությունն է։ Դուք ինչ կասեք այդ մասին։ Ավելի դուք պես մեծ կյանքի փորձ ունեք այդ սովետական տարիների բան եւ այլն։ Այդ դեպի ոստիկանության ներքին զորքերի զորամաս ճանապարհը այսօր գործի բերումով իմ առօրյա ճանապարհն է, որով ես ամեն օր գրեթե գնում գալիս եմ։ Եվ այդ ճանապարհը զգուշանում է, քանդված էր։ Եվ այդ արարողության օրը ես չգիտեի, որ արարողություն է լինելու, ես գնում եմ այդ ճանապարհով գործի եւ տեսնում եմ, որ ասֆալտապատած է։ Այսինքն իրիկունը այդ ճանապարհով անցել եմ քարուքանդեր, առավոտյան ժամը 10-ին ասֆալտը հրաշք, ոնց մի քանի ժամվա ընթացքում այդ մի քանի տարի դե այնտեղ շինարարություն է գնում, նորակառույց շենքեր են, դեմը այդ քանդված հատվածը երևի մի 100-200 մետր տարածություն միշտ եղել է խնդրահարույց, այնտեղ պետք է ուշադիր քշեիր, որ մեքենան չկոտրեիր եւ նախորդ օրը ես ժամը 11-ին երեկոյան ուշ վերադառնում էի այդ ճանապարհով Երևան Զովունիից եւ առավոտյան ժամը 11-ին կամ 10:30 գալիս էի նորից Զովունի։ Եվ այդ ճանապարհը հրաշալի ձևով կարծես թե այդ բանի մի գիշերվա մեջ այն Ալադինի հեքիաթների բանը որ ասում է առավոտը այստեղ պիտի բան կառուցված լինի, հա, ինչ որ շենք կառուցված լինի։ Հետո ես իմացա, որ այդ արարողությունն էր այդ ազգային գվարդիա կոչված կառույցի մեկնարկի մասին եւ Փաշինյանն էր եկել։ Եվ դրա համար եւ ես ինչի եմ այս օրինակը բերում։ Ինքը բացահայտում է այդ ոնց ասեմ մեթոդը մեկ օրում մի քանի ժամում գիշերը գալ շուտ ասֆալտ անել, մարաֆետ այսպես ասած անել դա ինձ սովետական տարիներ շատ է հիշեցնում իր այդ արարողություններով, բաներով եւ այլն եւ այլն եւ այդ հետագայում ես արդեն լուրերը որ նայեցի ինչի մասին է տեսա այդ վերնագիրը որ Փաշինյանը ասում է սա այդ հին զորամասը չի սա թազա զորամասը նոր ձևի ոստիկանությունը իմ մոտ իհարկե դա առաջացնում է նաեւ այսպես սկեպտիկ մոտեցում ինչի իմ քրեական գործով որպես ապացույց որպեսզի հիմնավորեն որ Սարի թաղում տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ պիտի ինչ որ մի գույք լիներ վնասված որովհետև հանցակազմը ներառում է այս այդ թվում գույքի ոչնչացում գոնե այդ գույքի ոչնչացումը պիտի լիներ այնտեղ Սարի թաղում ինչ գույք ոչնչացրել էին հենց ոստիկաններն էին ոչնչացրել քաղաքացիների գույքը
Եվ դե ինչ անեին այդ քննիչները, որոնք որ պետքա այդ քրեական գործը այդ բանով ձևակերպումով անեին, հա, զանգվածային անկարգություններ, իրենք գտան, որ կարելի է ոստիկանության գույքը ներկայացնել որպես ցուցարարների կողմից ոչնչացված գույք։ Եվ այդ կոնկրետ այդ զորամասի, որը որ դարավ գվարդիա։ Այո։ Զորամասից այդ Սարիթաղի ցույցը ծրելուց հետո ուրեմն գործի մեջ ունենք զեկուցագիր, ղեկավարները գրում են, որ այդ օրը երբ որ այդ ցույցը ծրում էինք, քարեր նետեցին քաղաքացիները ոստիկանների ուղղությամբ եւ 37 հատ մահակ փչացավ։ Այսինքն ըստ այդ քննիչների ոստիկանության ղեկավարների պատկերացման կարելի էր տարիների ընթացքում մաշված փչացած այդ մահակները հավաքել եւ ներկայացնել իբրև թե ցույցը ծրելու ժամանակ 37 անգամ առնվազն ինչ որ կամ ավելի մարդիկ քար են գցել ու կպել են ոստիկանության հենց մահակներին ու մահակները վնասվել են դրանից դրա համար սա ոչնչացված գույքն է այն գույքն է որը որ հնարավորություն է տալիս սա դիտարկել որպես Կուրիոզը ինչումն է, որ իրենք սկզբից 68 հատ մահակ էին, այսպես ասած, շռայլորեն ներկայացրել որպես վնասված, հետո պարզվեց, որ մարդկանց ծեծելու համար հլը մահակներ պետք են, եկել են մեշոկները բացել են այդ որտեղ որ դրված էին այդ մահակները, որ բերել էին քննիչներին հանձնել որպես վնասված գույք, այդ ակտով, բանով եւ այլն, կեսը հանել են ու հետո էլ չեն պլոմբել ու այդ մնացել են այդ ապացույցները այդպես բաց վիճակով, որովհետև այդ պարզվել էր, որ ժողովրդին լծեցելու համար այդ մահակները կարող է մի մասը պետք գա, մեջների ավելի պիտանիներ անել եւ իրավական տեսակետից դա ապացույց լինել չի կարող, որտեղ նու կարգ կա, որ ապացույցները պիտի փաթեթավորված լինեն, բանը հիմա ինձ ասեք լույս անջատված չի մեր երկրում, չէ՞, մինչև դուք չլսեք, որ այդ զորամասում, որ գվարդիա է դարել, քրեական գործ է հարուցված ապացույցները կեղծելու առիթով Անդրեաս Ղուկասյանի դեմ այս քրեական գործի շրջանակում մի հավատացեք, որ այդ գվարդիան ինչ որ մի բանով տարբերվում է ընդեղ նախորդ եղած կառույցից այդ զորամասից եւ այլն եւ այլն։ Մինչեւ դա չլինի, ես անձամբ իրավունք չունեմ հավատալու, որ այդ ցուցանակը որ փոխեցին, ասեցին սա գվարդիա է, բան փոխվեց։ Ինձ համար դա կլինի ապացույց այն դեպքում, եթե մենք վաղը լուրերի մեջ տեսնենք, որ քրեական գործ է հարուցված, ապացույցները կեղծելու, ակնհայտ կեղծելու, նու պարզ է, չէ՞ բոլորին, որ 37 հատ մահակ չի կարող վնասվել, մի հատն էլ չի կարող վնասվել, ուր մնաց 37 հատ, էլի։ Եվ այսպիսի պայմաններում ես տեսեք մի ներքին բան եմ, չէ, բացահայտում կոնկրետ այդ զորամասի հետ կապված, կոնկրետ իրավական դրվագ, կոնկրետ իրականում հանցագործության մասին եմ հիմա ես խոսում։ Սա հաղորդում է իրավական իմաստով հանցագործության մասին, որ կեղծվել են ապացույցները, բերվել են անօրինական ձևով հանձնվել են քննիչին, քննիչից եկել են դատարան եւ այս ապօրինությունը 7 տարի հեղափոխությունից առաջ սկսվել է, հա, հեղափոխությունից հետո շարունակվում է եւ արդեն այդ ոչ այդ քննիչները կան, ոչ այդ քրեական օրենքներն է փոխվել, էլ քանի հատ դատավոր է փոխվել, էլ քանի հատ դատախազ է փոխվել, մահակներն են մենակ գնացել եւ անունը վրեն դարել գվարդիա։ Վասյուկի օրինակով կեցե ոստիկանական գվարդիան։ Առաջ։ Դա Վասյուկի չի, դա ասում են Պաչոմկինսկի դերևնի, տենց այդ դրվագ կա Ռուսաստանի պատմության մեջ, երբ որ Եկատերինան գնաց Ղրիմ տենելու այդ թազա տարածքները Պաչոմկինը ոնց է կառավարում միացրած էլի պատերազմով ձեռք բերված իրենք հագին գումար էին ստացել որ այնտեղ գյուղեր հիմնեին կերել էին այդ գումարները ծախսել էին խմել էին ինչ էին արել եւ որպեսզի տակից դուրս գան այդ կայսրը որ գալիս էր թղթից այդ
բանի վրա, ֆաների վրա նկարած, նու բաների վրա նկարած, գյուղեր են կպցրել, որ հերվից գալով երևա, որ ընդեղ գյուղ, բայց ընդեղ պարզապես արեստական fake գյուղեր են տես։ Պատմությունը կրկնվում է, բայց ձեր բախտը բերել է, ասֆալտ են արել, հիմա հանգիստ կգնաք։ Այդ իմաստով, այո, ուզում եմ ասեմ, լավ կողմ կա գվարդիայի։ Բայց հիմա Զովունիում բոլորը ասում են, ինչ մի բան գտնենք, էլի, որ մի քիչ էլի միջոցառում լինի Փարշինյանը շարունակեն այդ ասֆալտը, էլի։ Ավելի ձեզ ասեմ, բոլոր այն մարդիկ, Պակազուխա, տենց մի հատ բառ կա, չէ՞։ Այո, բոլոր այն մարդիկ, որ այսօր կզբաղվեն քաղաքականությամբ, սիրելի բարեկամներ, հիշեք, որ կա արդեն ոստիկանական գվարդիա, այնպես որ այդքան հեշտ չի լինելու, պարոն Ղուկասյան։ Այսինքն այդ հաջորդ քրեական գործը սարքելուց մահակները։ Մահակների արդեն մահակներով չեք պրծել։ Արդեն մահակներով։ Չէ, որպեսզի ոստիկանությունը փոխվի, ոստիկանությունում, տեսեք իմ գործը ինչի է ցուցիչ եւ ինչի է ասենց արկախված։ Շինցու գործ է, որի մեջ 50 հատ սուտ ցուցմունքներ, 20-ից ավելի կեղծված ապացույցներ տարբեր տեսակի, ակնհայտ կեղծված ապացույցներ։ Հիմա պետության ճիշտ վարկագիծը, որը որ ուզում է ոստիկանությունը բարեփոխել, որը պիտի լիներ։ Պիտի վերցնեին, բացահայտեին, ուսումնասիրեին եւ որպես ինքը տրիգեր օրինակ դառնար, հա, որ ոստիկանության ինչի մարդիկ չեն սիրում ոստիկաններին ու ոստիկաններին ասում են մենտ, մուսոր եւ այլն, որովհետեւ ժողովրդի մոտ կա կարծրատիպ, որ ոստիկանները արեստական անհիմն պատճառներով գործ են սարքում մարդկանց վրա։ Այդ շինցու գործերի պատճառով է ոստիկանության նկատմամբ հայ ժողովրդի մոտ մեր հասարակության մեջ անվստահություն։ Եթե ուզում ես ոստիկանության անունը բարձրացնես, այդ ծառայության նշանակությունը հասարակության մեջ բարձրացնես, պիտի հստակ երաշխիքներ տաս հասարակությանը, որ ոստիկանները չեն չարաշահում իրենց իրավասությունները։ Առաջի հերթին պիտի ջրերես բերես բոլոր այն գործերը, որոնք որ եղել են շինցու ոստիկանության կողմից սարքած ապացույցների վրա։ Եվ մենք այսպես հումորով դա ասեցինք, բայց շատ կարևոր հանգույցային հարց է։ Ես ինչի եմ ասում, մինչև այս գործով, որի մասին հիմա խոսում ենք, հարցը իմ անձնականը չի, այդ տեսակի մասին է խոսքը գործերի, ակնհայտ շինցու սարքած գործերի, մինչև նման գործերով չլինի քննություն, չլինի պատասխանատվություն, որը ենթադրելու է լյուստրացիա ինչ-որ ոստիկանության աշխատողների համար եւ քննչական մարմինների համար եւ այլն, մարդկանց վերաբերմունքը չի փոխվի։ Մարդիկ շարունակելու են մտածել, որ այո, այդ գվարդիան էլ կարող է վաղը շինցու գործեր սարքի, շինցու ապացույցներ սարքի եւ նորից մարդկանց համար վերջո նպատակը որն է, որ մենք ազատենք մեր բարապաշարը այդ մենտ, մուսոր նման որակավորումներից ոստիկանության նկատմամբ, որ ոստիկանությունը լինի հարգված եւ օրենքի պաշտպանության առաջի գծում գտնվող մարդ, քաղաքացու կողքին։ Ես ձեզ ասեմ, աշխատանքի բերումով եղել եմ շատ երկրներում, եվրոպական, Միացյալ Նահանգներում, ապշել եմ ոստիկանի նկատմամբ ունեցած հարգանքը եւ զգացել եմ, որ իրոք սիրելի բարեկամներ, այնտեղ ոստիկանը դա օրենքն է։ Բավական է ոստիկանը երևա, բոլորը անմիջապես։ Ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, որ ոստիկանը կարա շինցու գործ մարդու վրա հարուցի, որ հետո փող վերցնի ու այդ նույնը ես դա զգացել եմ եւ Միացյալ Նահանգներում եւ եվրոպական երկրներում։ Դա աստված որ իհարկե մեզ մոտ գուցե գվարդիաներից հետո ինչ որ բան փոխվի։ Համլետ ջան, տիեզերքը շատ մեծ է, Աստծո գործերը անսահման են։ Դա Աստծո հարց չի, դա մեր քաղաքական ընտրության հարցն է։ 26 թվականին մեր քաղաքացիները գնալու են ընտրելու եւ կամ պիտի վերարտադրվի այս խեղկատակությունը, այս fake բարեփոխումներով, fake խաղաղությունով, fake այսպես ամեն ինչը սուտի վրա կառուցված այս բանը, կամ պիտի փոխվի եւ որոշումը կայացնողը մարդիկ են, ընտրողներն են։ Այսօր բավականին եւ խոսված է եւ բացատրված է արտաքին քաղաքականությունը, ոնց Արցախի հարցը, ոնց էսի, ոնց էնի, ոնց մարդկանց ընտրությունից է կախված, որ ճանապարհով են ուզում գնալ։ Մնան այս
բանի հետ, էլի։ Նու սա գիտեին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի այդ նախորդ ժամանակներում, որ սա անպետք, անպիտան կառույցներ են։ Փաշինյանը հիմա եկավ, ես ինչի այդ ճանապարհի օրինակը բերեցի։ Վրաքաշ թեթև ռեմոնտ արեց, հա, այսպես ասած ցուցանակները փոխեց եւ ռետուշով ինչ որ բան արեց եւ ասեց սա թազա բան է, եկեք դուք այս ամեն ինչին թազա ձևով բան արեք։ Այդ իրեն սարքած ճանապարհը մի գիշերվա մեջ པարզ է, չէ՞ որ մի տարվա ընթացքում շարքից դուրս է գալու։ Չեն սարքում այդպես։ Այո, Ռուսիա սա ճապլապ։ Ճապլապ, հա, եւ նույնն էլ այդ բարեփոխումները ճապլապ պակազուխայի այդ ձևով արվում են, մարդիկ չեն կարա դա չտեսնեն։ Մարդիկ ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը տեսնելով ես անկեղծ չեմ հասկանում այն ընտրողներին, որոնք որ ձայն կտան քաղաքացիական պայմանագրին։ Եղավ, պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ այսօրվա իսկապես բաց եւ այսպես շատ մատչելի զրույցի համար, կարծում եմ ինչ որ բան տեղացավ, սերի բարեկամներ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն էր Փակ TV տաղավարում, սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։